Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Անի Գևորգյանին եւ նրա եղբորը Սարգիս Գևորգյանին քիչ առաջ ազատ արձակեցին կալանավայրից։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Անի եւ Սարգիս Գևորգյանների համար որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությունը։ Որևէ հանցագործություն ես չեմ արել, որը քրեորեն պատժելի էր եւ ինչի համար ինձ կարելի էր ազատ ազատել։ Դա բացահայտ ապօրինություն է ոստիկանների կողմից ու իմ կարծիքով նրանք դեռ պետք է բացատրեն, թե որն է պատճառը, որ ովքեր են ընդհանրապես քաղաքացիական համազգեստով մարդիկ, որոնք բոլորին այդ թվում եւ ինձ բերման են ենթարկել, ինչ իրավունքով են բերման ենթարկել, ինչ իրավունքով են բռնության ենթարկել, շպրտել են ինձ ոստիկանական գազելի մեջ, ես ընկել եմ, հետո իմ վրա են կանգնել ոտքերիս վրա սկսել են քայլել դեպի Սարգիսը, Սարգիսին են բռնության ենթարկել, հարվածներ են հասցրել որովայնի հատվածին, այ եղբայրը Սարգիս Գևորգյանը։ Կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները կարծիք են արտահայտել լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ Ազատության հրապարակում նստացույցը արգելելու մասին։ Մենք դատապարտում ենք քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնարարքները, պահանջում անապահ ազատ արձակել մարդկանց եւ գործեր հարուցել օրինախախտ ոստիկանների նկատմամբ։ Այս կապակցությամբ ոստիկանների ներկայություն Ազատության հրապարակում այն էլ առանց համազգեստ սա ուղղակի քրեորեն պատժելի արարք է։ Չեմ կարծում, որ Ազատության հրապարակը կարելի է դարձնել արդեն թիրախ անընդհատ քաղաքականացված միջոցառումներ կազմակերպելու համար։ Նաև շինարարության անվտանգության տեսակետից այդքան նպատակահարմար տեղ չէ, որ այդտեղ շատ ժողովուրդ հավաքվի։ Եթե լրագրողը ոչ թե լրագրող է, այլ քաղաքական process-ի մասնակից, այսինքն ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ, ապա դա այլ ռեժիմի հարաբերությունների եւ այլ հարաբերությունների ենթադրում, այդ թվում իրավապահ մարմինների հետ։ Հիմա մենք չգիտենք դա որն է։ Հասարակությունը ուզում է դա իմանալ, որպեսզի բավարարված լինի հետաքրքրության մեջ։ Ես կարծում եմ, որ այս գործընթացը պետք է լինի միանգամայն դեպացիկ։ Հունիսի 3-ին ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչներն ու մի քանի նախկին սաներ։ Նրանք պահանջում են դադարեցնել դպրոցի հասցեին շարունակ հնչող խոսակցությունները, դրանք որակելով վարկաբեկող ստահոդ լուրեր։ Մեծ Մամաքյանը կրթության եւ գիտության նախարարության կողմից ուղեգրով ուղարկված էր դպրոց, որպես շատ լավ մասնագետ, որպես լավ մանկավարժ, ունի գովասանագրեր։ Տնօրենը այդտեղ ոնց կարող էր 100% համոզված լինել, որտեղ է դա այդ մեղքի բաժինը։ Մենք ոչ թե բողոքում ենք ավակյան երևույթի դեմ, այլ մենք բողոքում ենք շարունակվող այս երևույթի դեմ։ Դպրոցի նկատմամբ անընդհատ մտածածին, ոնց որ հատուկ մտածեմ, որ թե էլ ինչ անեմ, որ դպրոցերում։ Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք։ Այս տարի պետական եւ միջպետական ավտոճանապարհներում ավելացել են վթարի դեպքերը, գրանցվել է վթարի 34 դեպք։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի կտրուկ վատացել է ավտոճանապարհների որակը պայմանավորված անձրևային եղանակներով։ Կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ հատկացնել ճանապարհաշինության համար։ Որպեսզի հարագորեն այդ բոլոր վթարները կարողանանք վերացնել։ Հիմա մենք ընդամենը գումար ենք հատկացնում, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն եւ նախագծերը պատրաստվեն, հետագայում բարձ կլինի թե մոտավորապես ինչ ծախսերի հետ ենք գործ ունենալու, ինչպես նաեւ պետք է ավարտենք ամբողջական ճանապարհը մինչեւ Տաթև։ Այդ նախագծերը նույնպես վերջի երկու հատվածներինը 6.2 եւ 6.4 կիլոմետրերը նույնպես պետք է իրականացնել եւ ներառել այս որոշման մեջ։ Այո։ Այսօր կառավարության նիստում վարչապետը Հայաստանի ոստիկանապետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել բացառելու փողոցներում ավտոմեքենաների անհարկի ազդանշանները։ Լավ չի, որ սիգնալ են տալիս։
ազդում է ներվային համակարգի վրա, մարդկանց տրամադրության վրա։ Վարչական տուգան գոյություն ունի 3000 դրամից շատ։ Հա, երբևէ տուգանել եք։ Այո, լինում են դեպքեր, որ տուգանքը սահմանում ենք անհիմն ձայնային ազդանշան տալու համար։ Շատ վատ։ Դե խանգարում է, լեղացնում է։ Շատ են տալիս։ Իսկ հարսանիքների ժամանակ երբ հանրապետության հրապարակում այդպիսի ազդանշաններ տալիս, դրա ո՞նց է վերաբերվում։ Դե ինչ որ իրանք ուրախանում են, բայց ամեն մեկը չի որ իրաց տրամադրություն ունի։ Ասիական սովորությունն է հին, գեղացիական էլի, ցույց եք տալի ու սարապն ենք հասարակ։ Դες հասարակը Եվրոպային հասեն, հանգիստ խելոք ոչ մեկի չխանգարեն ոչ մի հանգիստը։ Եվրոպայում էլ օրինակ փողոցներում գրեթե ուրեմն հայերն են անում։ Ոչ երթևեկությունն այսօր նորմալ, ոչ էլ ասենք հետիոտի հայերը։